14 տարեկան երեխա, որ ենթադրաբար կասկածում են ինչ-որ հանցագործության կատարման մեջ, հետագայում պարզվել է, որ անգամ արարքը հանցագործություն չի հանդիսանում, այդ հարցում կարծում եմ նաև համոզվել են ոստիկանները, որովհետև երեխային շուտով բաց են թողել, բայց այդ երեխային շենքի շքամուտից դուրս գալու պահին թվով 3-4 ոստիկաններ հարձակվում են նրա վրա եւ բիրտ ուժ կիրառելով նրան ձերբակալում եւ տեղափոխում ոստիկանության մասիվի բաժանմունք։ Ընդ որում այդ տեղափոխման գործընթացը զուգորդվում է երեխայի նկատմամբ հայհոյանքներ, այդ թվում նաև սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելով, գիտես քո արարքի համար քեզ ինչ է հասնում եւ այլն, այսպիսի սպառնալիքներով։ Երեխան ընդ որում ոստիկանության բաժնում գտնվում էր առանց հոգեբանի մասնակցության, հոգեբանը բավականին ուշ է ժամանել, իսկ ծնողը այդ ամեն ինչի մասին տեղեկանում է 2-3 ժամ հետո։ Հետագայում երեխային բաց են թողում, բայց երեխան գտնում է հոգեկան շատ խիստ հուզված եւ լարված վիճակում եւ այս պայծառությամբ ունի հոգեբանի ներգործության խիստ անհրաժեշտություն։ Այսա իմ համար անընդունելի, քննադատելի եւ զազրելի երևույթ է անկախ երեխայի արցախցի լինելու հանգամանքից, իհարկե այդ հանգամանքը ավելի մեծ ցավ է պատճառում ինձ, բայց սա երեխայի իրավունքի կոպիտ խախտում է, ընդ որում այնպիսի խախտում, որ անհետևանք մնալ չի կարող։ Ես հույսով եմ ներքին գործերի նախարարության համապատասխան բաժնում համապատասխան կարգապահական բարույթ գոնե կնախաձեռնի, չնայած ես այս փաստի առթիվ անգամ հաղորդում եմ ներկայացրել խոշտանգումների վարչություն, խնդրելով գնահատական տալ տեղի ունեցածին։ Ցավալին այն է, որ այս երևույթը եզակի չէ, նմանատիպ մի երևույթի առնչվել է օրեր առաջին գործընկերս, երբ որ նրան ահազանգել եւ տեղեկացրել են, որ կրկին 14 տարեկան անչափահաս երեխա մասնակցել է ինչ-որ վիճաբանության, ինչի հետևանքով վերջինիս կրկին բիրտ ուժ կիրառելով ձերբակալել են եւ անգամ 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում։ Ես հիշեցնում եմ, որ մոտ 6 ամիս առաջ նմանատիպ մի դեպքի եւս առնչվել եմ, երբ որ Զվարթնոց օդանավակայանում ձերբակալում է մի Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացու, այդ պահին գտնում էր երեխայի հետ, երեխան մինչև 10 տարեկան երեխա էր եւ ողջ ընթացքում այդ նրան ազատության մեջ գտնվելու ողջ ընթացքում երեխան գտնվում է ոստիկանության բաժնում առանց ծնողի եւ առանց հոգեբանի մասնակցության։ Այս փաստի հիման վրա կրկին հաղորդում էին ներկայացրել, վարույթ չէր նախաձեռնել, բայց դատարանը պարտավորեցրել է իրավասու մարմնին այս փաստի առթիվ նախաձեռնել քրեական վարույթ եւ ի վերջո այդ փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվեց։ Այսքանը ես ցանկանում եմ խոսել այս մասին հրապարակային սա դարձնել քննադատության առարկա եւ հորդորել ոստիկանության ծառայողներին ու աշխատակիցներին գոնե երեխաների հարցում, այստեղ խոսքը արցախցի լինելու հարցին չի վերաբերում, գոնե երեխաների հարցում ցուցաբերել գոնե չգիտեմ բարեխիղճ վերաբերմունք կամ այնպիսի անպատասխանատու քայլեր չձեռնարկել։